Բարի լույս սիրելի հեռուստադիտող, բարև երկիրը շարունակվում է, այսօր շատ արվեստով լի է մեր եթերը, իսկ այժմ խոսելու ենք նաև թատրոնից, ինչու, որովհետև Երևանի թատրոն և կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում հերթական առաջնախաղն է։ Այստեղ բեմադրվելու է Աֆիշ Ռուժ 23 ներկայացումը Գրիգոր Ջանիկյանի անավարտ համանվագ վեպի և Միսակ Մանուշյանի պոեմների էքսպերիմենտալ ձևաչափով ներկայացում սիրո, պայքարի և ամենակարևորը պատերազմի քայքայիչ ազդեցության մասին։ Հյուրընկալել ենք բեմադրության դերասաններ Աշոտ Գրիգորյանին և Շահանե Տոնոյանին։ Բարի լույս։ Բարի գալուստ մեր տաղավար, ինչպես եք։ Հրաշալի, շնորհակալություն հրավերի համար։ Չնշեցինք օրը, երբ պետք է լինի առաջնախաղը։ Առաջնախաղը լինելու է ապրիլի 27-ին, ժամը 7-ին, ամիրյան 26 հասցեում մեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պատկանող էքսպերիմենտալ թատրոնում երիտասարդական և բավականին կարևոր իրադարձություն է բոլորիս համար։ Այո, եւ շատ խորը, բարդ թեմա եք վերցրել։ Հետաքրքիր է նախընտրությունը, ինչու հենց Մանուշյանի, Միսակի եւ Մելինեի հատկապես այդ սիրային դրվագը։ Միսակի առհասարակ Մանուշյան Միսակի կյանքի պատմությունը միշտ խոսվելիս խոսվում է իր կատարած քայլերի, իր հերոսությունների, իր պայքարի մասին ու միշտ ստվերում է մնում Մելինեի պատմությունը, որ այդ ամբողջ ընթացքում իր հետ է եղել ու ինքն էլ իր կռիվն է տարել ու այդ պատերազմի ժամանակ այն բոլոր զոհերը, բոլոր իրադարձությունները, որ տեղի են ունեցել, իրանց կյանքում շատ մեծ դեր է ունեցել ու իրանց սիրով վրա այն մեծ ազդեցություն ունեցել, իրանց սերն ուրիշ ճանապարհով գնացել, ուրիշ հետևանք ունեցել իրենց երկուսի վրա ու շատ կարևոր էր գոնե մի անգամ խոսել հենց Մելինեի կողմից, Մելինեի սիրո կողմից ու այն ամեն ինչի մասին, թե ինչ հետևանքներ է ունենում պատերազմը առաջին հերթին հենց սիրո ու կյանքի վրա։ Կողակից ինչ կարևոր տեղ ունի, Շահանե, մի փոքր ձեր կերպարից կուզեմ պատմեք, դուք էլ հետո, բայց նաև ռեժիսորի հետ ինչպես ծանոթացաք, ծանոթ էիք, ինչպես մեծագույն սիրով առաջարկը եղել է մեր դեկան Լուսինե Աբգարյանի կողմից Գրիգոր Ջանիկյանի տվյալ վեպը անավարտ համանվագ, պետք է նշենք ամենասկզբում, որ մենք չունենք դրամատուրգիական հիմք, որպես այդպեսին վիպակի վրա ենք աշխատում ու դա փորձ էր եւ մեզ համար նորություն էր, վիպակի վրա աշխատել ու process-ի փորձերի ընթացքում քիչ-քիչ դա դարձնել դրամատուրգիական հիմք, որի վրա հենվելով ու մեր Արմեն Արշալուսյան մեր ռեժիսորը փորձերի ընթացքում տեսարաններում ավելացրել է որոշ տեքստեր, երկխոսություններ, որոնք շատ ավելի բացում են եւ ավելի նույնիսկ հավաք են դարձնում տեսարանները այդ առումով։ Ուրեմն մենք աշխատում ենք երկու կուրսերով միասին, այս թատերական աշխարհում շատ մեծ իրադարձություն է։ Նման փորձառություն համենայն դեպս 3 տարի է սովորում եմ, այդպիսի բան չի եղել ու ես շատ ուրախ եմ այդ առումով։ Տաթև Մելքոնյան, Նարինե Մալյան երկու արվեստանոցների միաձուլում եւ արդյունքում Աֆիշ Ռուժ 23 գալիք ներկայացումը։ Ընկեր Արմենի հետ աշխատելը ինձ համար գերագույն հաճույք է, որովհետև նա կարողանում է իր պատկերացրածը, իր տեսածը, որը որ ինքը մեզնից գաղտնի թաքուն տեսնում է, չէ, որովհետև քո երևակայությունը դա քո սեփականությունն է ու կարողանում է ճիշտ փոխանցել, որպեսզի դու կարողանաս որպես դերասան, որպես ուսանողուհի ճիշտ կարողանաս ընկնել քո այդ ճանապարհի վրա։ Ուսկն հեշտ է համակայել մեզ հետ մեր կողքին նման դա շատ կարևոր է, երբ որ դու հավատում ես քո ռեժիսորին։ Անկախ նրանից դու ուսանող ես թե դերասան ես, դա կարևորագույն բան է, ցանկացած ներկայացում։ Որ կուրսի ուսանողներ եք, իմ փոքր կպատմեք։ Երրորդ զուգահեռ կուրսեր ենք ու երկու շատ տարբեր ուղղվածություններով կուրսեր ենք մենք ու այդ միասին աշխատանքը առաջին հերթին մեր համար է բարդություն, սկզբում շատ բարդ էր, իսկ հետո փորձերի ընթացքում շատ իդեալական ենք լեզու գտել իմ կարծիքով։ Շատ միահամուռ ենք, իրար զգում ենք, իրար օգնում ենք։ Այդպես էլ չիմացանք, Միսակ եւ Մելինե գլխավոր դերակատարներն եք դուք ինձ։ Ավելի ճիշտ կլինի ասել հերթական Միսակն ու Մելինեն։ Այո, նշված էր, որ մի քանի Միսակ, մի քանի Մելինե, ինչ է դա նշանակում։ Ներկայացման ընթացքում մեր բոլոր տղաները եւ բոլոր աղջիկները խաղում են Մելինեներ եւ Միսակներ
Գաղափարը կայանում է նրանում, որ ոչ թե ցույց տանք մեկ միսակի ու մեկ մելինեի ճակատագիր, այլ փորձել ցույց տալ այն բոլոր միսակների ու այն բոլոր մելինեների ճակատագրերը իրարից ինչ որտեղ տարբեր, ինչ որտեղ նման, որոնք եղել են, ապրել են պատերազմի ժամանակ ու մեզնից յուրաքանչյուրը ինչ որ մի կարևոր գիծ ունի ու ամեն մեկը իր գծում իր կերպարի դրամապանության մեջ է փորձում ցույց տալ այդ պատերազմի հետևանքները։ Օրինակ իմ մարմնավորած միսակը դա այն միսակն է, որը չի համակերպվում պատերազմի հետ, չի համակերպվում իրեն շրջապատող իրականության հետ ու պատրաստ է նույնիսկ անձնական երջանկությունը վտանգի տակ դնելով, զոհաբերելով հասնել նպատակին, հասնել արդարությանը, խաղաղության ու ինչն էլ իմ կերպարի պարագայում արդյունքում բերում է այդ վերջնական ու անդառնալի կորստին, որը հետո միգուցե իրանցից հետո եկող սերունդների համար շատ կարևոր ձեռքբերում է ու հաղթանակ է մեզ համար, բայց հենց Մելինեի ու Միսակի կյանքում դա ինչ որտեղ նաև պարտություն էր, էլի։ Շահան, իսկ դուք ինչպիսի կերպարում եք, բացի այն, որ հերթականներին եք, բայց Մելինեն ինձ համար շատ ուժեղ կանացի կերպար է, ով գիտակցելով կամ չգիտակցելով, գուցե սկզբում, երբ որ նոր է, չէ, ամեն ինչ այդ սիրարվածությունը չգիտակցելով, բայց համեն գիտակցելով, տանում է իր խաչը, որպես որբ, որպես հայ, որպես ցեղասպանությունը մաշկի վրա զգացած կին, երեխա, աղջիկ, ու մենք տեսնում ենք ամբողջ ներկայացման ընթացքում թե Միսակ Մանուշյանի ու թե Մելինե Մանուշյանի էվոլյուցիան, թե իրենց այդ սիրուն պատմությունը, որը սկսվում է ամենասիրուն ու այն ֆիլմերը, որ նայում ենք, ասում ենք ինչ ռոմանտիկ է, իսկապես այդպիսի պատմությունով սկսվում է ու վերջում մենք տեսնում ենք ուր ինչի է դա բերում, պատերազմը ինչքան չարաբաստիկ երևույթ է, որ սեր ասված ինքը վերափոխում է, այլափոխում է, տանջում է, ու մենք տեսնում ենք, որ ի վերջո պատերազմում հաղթում են, բայց սերը պարտվում է։ Ու չպիտի այդպես լինի, պիտի սերը հաղթի, պիտի մարդիկ իրար սիրեն, ու մեր ներկայացման հենց գաղափարը մեսիջն էլ հենց դա է, որ պատերազմներ չպիտի լինեն, պիտի լինի խաղաղություն ու պիտի լինի սեր։ Դերներ, իսկ միսակներն ու մելինեները բոլորը ապրված կերպարներ են, թե կան նաև երևակայական ադապտացված մեր ժամանակներին ինչու ոչ։ գեղարվեստական որևէ լուծումներ կան, թե վավերագրությունը միայն։ Չէ, լուծումներ բնականաբար կան, բայց ամբողջ հիմքը վավերագրությունն է, այսինքն յուրաքանչյուր միսակ ու յուրաքանչյուր մելինե ավելի ուղիղ ասած անդրադառնում է ինչ որ կոնկրետ շրջանի, ինչ որ կոնկրետ էտապի։ Երբ այսին շրջանում մելինեն էսպիսին էր, սա մեկն է, այս շրջանում էսպիսին էր, սա ուրիշն է, ու այդպես փորձել ենք տալ եւ իրանց ճանապարհը, թե ինչ կետից ինչ կետ են հասնում, ինչպես են փոփոխվում եւ բնականաբար լուծումների առումով ավելացնել այնպիսի կետեր, որը նաեւ հնարավոր կլինի ասոցացնել ոչ միայն Միսակի ու Մելինեի, այլ առհասարակ յուրաքանչյուր անձնավորության հետ։ Իսկ ասեք, բացի այն, որ այս ներկայացումը բեմադրությունը ձեռք բերում է նախ երկու հարակից կուրսերի համար, ձեզ համար, բացի այդ ինչով է առանձնանալու ձեզ հանդիսատես, ինչպես է դուրս գալու, որ առանձին գծեր կա, որոնք կուզեք շփոթել։ Քանի որ այս ներկայացումը իրականության մասին է, այն իրականության, որը մենք ենք ապրում, դուք եք ապրում, աշխարհն է ապրում, ու մեր կարևորագույն ֆիշկան, երևի կրկնվեմ, խաղաղությունն է։ Ես ուզում եմ, որ հանդիսատեսը, երբ որ սա տեսնի, նախ պարտադիր ինքը պիտի լինի հարցադրումների մեջ։ Ինչ իրականության մեջ ենք մենք ապրում, ինչ է պետք անել դա փոխելու համար, առաջինը մենք պետք է փոխենք ինքներս մեզ։ Եթե մենք ուզում ենք, որ ինչ-որ մի լավ բան տեղի ունենա, եթե ուզում ենք ինչ-որ լավ փոփոխություն անել, առաջին հերթին պատերազմները պիտի չլինեն ըստ մեզ, մեր ոչ ոք չի ցանկանում պատերազմ հաստատ։ Չի ցանկանում, բայց հետաքրքիր է, որ սերը միշտ նման արտաքին ճնշող ազդակների պայմաններում է իրեն դրսևորում, ինչպես գիտենք Ժանտախտի օրերին, սերը պատերազմների օրերին, ցավոք խուսափել հնարավոր չէ։ Երևի այդպես է բնությունը ստեղծված, որ սերը միշտ պետք է անցնի փորձությունների միջով, թրծվի եւ դառնա այսպիսի պատմությունների հիմք։ Ուղղակի մեզ ծանոթ սիրային պատմությունները մեծամասամբ միշտ ունենում են այդ խաղաղ վերջաբանը, երջանիկ վերջաբանը,
նույնիսկ եթե լիարժեք երջանիկ վերջաբաններ չենք տեսնում, դրականը միշտ շատ է։ Հորինված գրականության մեջ։ Հա, ու հիմնականում իրականի մասին խոսալուց էլ ընտրում են այն թեմաները, որտեղ էլի վերջաբանը գեղեցիկ է, իսկ այս պարագայում բացի այն, որ ինքը իրականա եղել է, նաև մենք փորձել ենք հենց այդ սրել այդ կարևոր գիծը, որ սիրո նման շատ հզոր ուժը, որը կարա շատ մարդկանց առաջ տանի, չի կարողանում այս երկու մարդկանց հասցնի իրենց երջանկության ու թողնում է ճանապարհի կեսին, կոպիտ ասած։ Շատ լավ, շնորհակալություն այսօր մեզ մոտ հյուրում գալվելու, ամեն ինչ պատմելու համար, մնացածը ինձ թվում է պետք է գան, տեսնեն, զգան եւ հասկանան ինչի մասին ենք այսքան զրուցում։ Սիրով հրավիրում ենք նաև մեր հեռուստադիտողին ու վստահ եմ, որ չի լինի այդպիսի մի մարդ, որին չկպնի, ինչ որ մի պահի չհուզի, մտածելու տեղիք չտա, այս ներկայացումը իսկապես ունի իր նպատակակետը։ Շատ լավ։ Հիշեցնենք, որ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում հերթական առաջնախաղն է լինելու ապրիլի 27-ին, իսկ մեր հյուրերն էին դերասաններ Աշոտ Գրիգորյանը եւ Շահանե Տոնոյանը։ Կհանդիպենք քիչ անց։